Բարի լույս բոլորին, ողջունում եմ բոլոր իմ հետևորդներին, նորից ձեր հետ ես եմ, տևական դադարից հետո ներողություն եմ խնդրում երկար բացակայության համար, հանգամանքների բերումով ունեցած ստացվում, որ վիդեոները մի պահ դադարում են, նորից շարունակում եմ, բայց կաշխատեմ այս անգամ գոնե հենց անել, որ հետ չկրկնվի։ Հուսով եմ բոլորդ լավ եք, պայմանավորված էր այս բացակայությունը նրանով, որ մեքենաս վթարի էր ենթարկվել։ Այդ տեղի ունեցել փետրվարի 3-ին, այսօր ամսի 4-ն է, ապրիլի, ես երևի մի շաբաթ առաջ մոտավորապես նոր վերցրել եմ մեքենաս, 2 ամիս այնտեղ ինշուրանսի հետ ձգձգվեց, հետո մասերն էին պատվիրել, մինչև տեղ հասավ, սարքեցին, մի խոսքով տևեց, այդ ամբողջ ընթացքում չեմ աշխատել, փորձում էի ճիշտ ասած մի քանի անգամ փորձել եմ ինչ-որ վիդեոներ նկարել, բայց այդ չաշխատել է, այդ ստրեսը բան, այդ ամեն ինչը սենց չէի ուզում, որ սենց ինչ-որ թերի մի բան նկարեմ ու տեղադրեմ, մի խոսքով այդ մասով ուրբաթ օրը ես նոր գնացի մեքենան լվացի ու այսօր կփորձենք արդեն ֆուլ, սենց ասած, աշխատել։ Դրանից հետո մոռացա նաև նշեմ, որ իմ Uber-ի մեջ փաստաթղթերից մի քանիսը ոնց որ ժամկետն անցել էր, տեղադրեցի փաստաթղթերը ու այնտեղ 5-6 օր տևում է մինչև այս commercial դոկումենտները ոնց որ հաստատեն, խոսքով 3 նոր հաստատել են դոկումենտներս, այնց որ ամեն ինչ արած է, ամեն ինչ պատրաստ է, չնայած որ դեռ մեքենայիս վրա մի փոքր մաս պակասում է, այդ էլ ուշեր եկե, տղան ասեց, որ կներկեն, տեղը կպայի, կտանեմ, այդ էլ կտեղադրեն, որ ասեմ հələ վերջնական չի ամեն ինչ, ցույց կտամ այնտեղ հետևում է։ Ոնց որ ասեցի, մեքենան նոր լվացի, հիմա բենզինի կարիք էլ ունենք, տեսեք ծնգած բենզին է ուզում մեքենաս ծառավա, գնանք էդ լցնենք ու տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում, ցերեկը մի 2 ժամով երևի դուրս եմ գալու աշխատանքից չեմ աշխատելու, որովհետև այսօր ամիսներ առաջ լրիվ անիմաստ, իրոք լրիվ անիմաստ, ես հասկանում եմ այդ թիքետ ստացողների մեծ մասս ասում ենք, որ ես հանգիստ էի քշում կամ սենց կամ նենց, բայց մեզ թիքետ տվեցին, բայց այս մեկը իրոք լրիվ անիմաստ, ես նույնիսկ այդ ոստիկանական մեքենան էի տեսել այնտեղ կանգնած ու եկա, աչարեցի, կանգնեցի միջև աչաները ստուգեցի, մեքենա չկա, աչարեցի, բայց երևի իրան պետք էր, որ թիքետ կերեր, տենց ինձ կանգնացրեց, տենց անիմաստ ինչ-որ թիքետ գերեց, շատերը հարցնում են, կամերա ունես մեքենայի մեջ, ասենք կարայր այդ ցույց տայր, որ դու կանգնել ես, արել ես այդ ամեն ինչը, հիմա այստեղ պետք է այդ ռուսերեն բառակապակցությունը օգտագործեմ, որը կոչվում է Zakon Podlestsի ու այդ իմ պարակայում այդ աշխատեց, որովհետև հենց այդ ուրեմն ես գնացել էի երեխեքին դպրոցից վերցնելու ու մինչև գնալը նկատեցի, որ կամերաս չի ձայնագրում, նայեցի, մի խոսքով լարն էր վնասվել ու պետքա ճանապարհն է արդեն, պետքա հետ գայի տուն, որպեսի լարը փոխեի ուրիշ լար դնեի ու հենց այդ հետ գալու ճանապարհն էլ եղավ այդ ամեն ինչը ու չնայած այն ամեն ինչին, որ մեքենայիս մեջ, չգիտեմ, 3-4 հատ կամերա կա ու հիմնականում աշխատում բոլոր կամերաները այդ պահին
Սենց չգիտեմ ինչի հետ էր կապված, մի խոսքով ոչ մի կամերա միացրած չէր մեքենայից մեջ ու տիկետներ բավականին տենց փոքր տիկետ չի ուզում եմ ասեմ, գումարային առումով $400 կարգի տիկետ է, եթե վճարեմ այդ տիկետը, բայց այսօր դատի օր են նշանակել, ես մի անգամ գնացի դատարան, դեռ նշեցի, որ մեղավոր չեմ, ու հիմա դատի օր են ինձ նշանակել, այսօր այդ օրնա գնամ ու հույս ունեմ, որ գոնե տիկետը սենց ասած հեչ կանեն, դիսմիս կանեն ու ստիպված չեմ լինի մի քանի $100 վճարել ու մեծ գումար է համաձայն եմ, բայց ես իմ առաջնային այդ մտահոգությունը ոչ թե այդքան գումարն է, այլ որ այդ ամեն ինչը մտնում է ուրեմն իմ վարորդական այդ պատմության մեջ ու ինշուրանսի հետ եմ խնդիրներ ունեմ, այսինքն ինշուրանսը թանգանումական ինշուրանսներ նույնիսկ էլ չեն վերցնում քեզ իրանց ինշուրանսի մեջ, ինչը որ նույնպես աբսուրդ է, որովհետև ես շատ անգամներ եմ ասել, մի հատ եկել կնեմ, հիմա այս վերջի տարիներին մանավանդ ինշուրանսը, ես նայում եմ այդ ինշուրանսին գիտեք ոնց որ ասենք դու վճարում ես ամսական ահռելի գումար, իրոք ահռելի գումար, որպեսզի հնարավորություն ունենաս մեքենան վարելու, չեմ ասում դեռ այդ ամեն ինչը ինչ-որ դեպք լինի իրանք վճարեն եւ այլն, զուտ վարելու համար, որովհետեւ ինշուրանսի միտքը որն է, որպեսզի դու վճարում ես ամսական գումար, որպեսզի դու այդ քաշքշուկների մեջ չընկնես, եթե մի դեպք է տեղի ունենում, իրանք այդ ամեն ինչով զբաղվեն։ Ու նախապես այդ է եղել իմ կարծիքով ինշուրանսի միտքը, իսկ այսօր դու ուղղակի վճարում ես, ասենք, ահռելի գումարներ, իրոք ահռելի գումարներ, հեսա կասեմ այդ գումարների չափը, ամսական, որպեսզի զուտ ինչի համար կարողանաս մեքենա հնարավորություն ես մեքենա վարել։ Մի հատ դեպք է, ասենք իմ հետ եղել է։ Մի հատ դեպք է եղել։ Ուրեմն մի անգամ իմ մեղավորությունն է եղել, ես մի ինշուրանսներ տարիներով վճարում էի։ Մի անգամ իմ մեղավորությունն է եղել, դրանից ընդամենը մի քանի ամիս հետո ինձ հետևից եկել խփել են մեքենային։ Ու այդ ինշուրանսը ինձ զանգարեց, ասում է, մի խոսքով մենք քեզ հանում ենք մեր ինշուրանսից, որովհետև դու մեր ստանդարտներով ես համարվում եմ ռիսկային վարորդ։ Ասում ինչն է իմ ռիսկայինը, դե ասում է մի քանի ամսվա մեջ 2 հատ պատար ա եղել, ասում եմ, հա, դե հիմա հսկայական քաղաք է, ես էլ ամբողջ օրը ռուլին եմ, կլինի նորմալ է ու եղածը չգիտեմ ինչ չէր, մանր բաներ էր, բայց չէ, կներեք մենք չենք կարող, մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, դուրս ա գալիս, դու վճարում ես, որ զուտ կարողանաս մեքենա վարես, դեպք եղավ, հանում են դուս քեզ, ինշուրանս չունես դու, ու իրանք հանում են հերիք չի, լիքը ուրիշ ինշուրանսներ, չեն էլ վերցնում քեզ, հիմա ունի դեպքի պատճառով, օրինակ DS-ի մեքենա ինշուրանսը commercial է, այսա դրա մասին էլ կխոսենք, կնոջս մեքենան, ուրեմն ինշուրանսը, առանձին ինշուրանսը, commercial չի, սովորական ինշուրանսը, որի մեջ կա ընդամենը մեկ մեքենա, որը 2019 թվականի GLE է, և 2 վարորդ, ես ու կինս, ու այդ ամեն ինչի համար ես ամսական վճարում եմ $570, վճարում եմ այդքան, որովհետև ուրիշ ոչ մի ինշուրանս չի վերցնում մեզ, պատճառաբանելով, որ այդ բաներ կա, ինչ են ասում, պոինտներ կա ձեր վրա, իսկ միակ ինշուրանսը State Farm-ն է, որ վերցրեց ու այդ գնով։ 1000 տեղ կապնվեցի, 1000 էջենտների ու չգիտեմ բաների հետ խոսացի, մեր հայ տեղերքից մեկը կար, որը ինշուրանսով էր զբաղվում,
ինքը նայեց ստուգեց ու ասում է տարբերակ չունես միջև հուլիս պետք է այդքան վճարես միջև այդ բաներից այդ point-ներից այդ մեկը պետք դուրս կգա հուլիսին դուրս է գալիս նոր ասեց այն ժամանակ ես քեզ նորմալ ինշուրանս կգտնեմ հիմա նայեք $570 ընդամենը մեկ մեքենայի համար ու այս ամեն ինչը կատարվում է էլի եմ կրկնում այս վերջին մի քանի տարում որովհետև այդ մեքենայի արժեքը օրինակ քանա 30,000 է հիմա բայց ես ունեցել եմ ասենք 21 թվականի BMW այն ժամանակ վճարում էի որ արժեր մոտ կարծեմ 60,000-ի մոտ էր լինի եթե չեմ սխալվում ու այդ BMW-ի համար ես վճարում էի $150 թե $170 ինշուրանս Մի խոսքով ամեն ինչ թանկացել է ահավոր ձևի, իսկ commercial-ի համար էդ էլ ասեմ ամիսը վճարում եմ $1,000 չհաշված որ $3,000 էլ սկզբնական կանխավճար եմ տվել նու այդ սենց ասած իմ փողն է որովհետև կարծեմ 10 ամիս եմ վճարում ինշուրանսի համար բայց Այդ էր commercial insurance-ը, մի խոսքով այսինքն ահավոր վիճակ ու տղեկներս բոլորի մոտ էլ մի քիչ ավել, մի քիչ պակաս նույն գներն է, թեկուզ այս գործի մեջ էլ տղեկը քշում են ու այս commercial-ը ընդհանրապես մի հատ ահավոր վիճակ է, այն որ նույնիսկ չես ուզում որ քեզ եթե մի բան լինի, չես ուզում նույնիսկ քեզ գան, որ դու մեղավոր չնես, որովհետև արդեն հաշվի էլ չեն առնում, մեղավոր ես, մեղավոր չես, տեսնում են պատահարա գրանցված, կամ գինը բարձրացնում են չգիտեմ ուր, կամ ուղղակի cancel են անում ինշուրանսը, ասում են գնա, չենք վերցնում քեզ։ Դրա համար շատերը, ես էլ էի ճիշտն ասած այդպես արել, բայց ես վերջերս cancel արեցի, որովհետև այս մեքենան էլ որ դնում էի այդ ինշուրանսի մեջ, արդեն ահավոր գին էր կանգնում, շատ բայց տղեկից մեր բան են անում, համ commercial ունեն, համ էլ կողքից բան ունեն, անձնական նույն մեքենայի վրա անձնական ինշուրանս են անում, նույն զուտ ինչի համար, որ պատահարի դեպքում այդ անձնական ինշուրանսը տան, ոչ թե commercial-ը, որպեսզի իրանց վրա, չգիտեմ, ինչ չնստի, որտեղ commercial-ը դրանից հետո թանկացնելու են, չգիտեմ ինչքան։ Մի խոսքով, սենց շատ տխուր է այս ինշուրանսների հետ կապված, այս ամեն ինչը, բայց այս վարորդները ինձ լրիվ հունից հանում են լուրջ եմ ասում։ Հսկայական ավտոբուս է, խցկվում էր իխապեր մեքենայից, հա։ Վերջը, վարորդները զուտ վճարում են այսօր այդ ինշուրանս կոչվածը, նորից եմ կրկնում, որպեսզի կարողանան դուրս գան ու միտեղ գնան մեքենայով։ Սս ներում բեկում չկա ու ինչ-որ կարծեմ չեմ սխալվում օրենք էլ կա Կալիֆոռնիայում, ուրիշ նահանգներում օրինակ հիմա ասենք ինշուրանսի տորնա, չես գումար չկա, այդ օրը չես կարողանում վճարես, ինչ-որ հատված կա, որ այդ ընթացքում կարաս վճարես, բայց ինձ վերջին անգամ ես ինշուրանսի հետ որ խոսում եմ, ինձ ասեցին, որտեղ ինչ-որ ավտոմատ դրած է payment-ը, որ ավտոմատ անի, ինչ-որ չեր արել թե ինչ ու cancel էր եղել, ու բանը, ու ասեցին, որ օրենք կա Կալիֆոռնիայում, որ բան չեն անում, նույն օրը cancel են անում, ներում բեկում չկա, ինչևից է, շատ տխուր է վիճակը, հուսով եմ շուտով կփոխվի այս ամեն ինչը, սենց չի մնա, որովհետև իրոք անհնար է դարձել։ Հետենց, հիմա սպասենք, տեսնենք այսօր մեզ ինչ օր է սպասվում։
Ինչպես նշեցի, երկար ժամանակ տենց նորմալ չեմ աշխատել, կարելի է ասել չեմ աշխատել, նախ այդ վթարը, հետո այս դոկումենտները ու սենց, բայց ընթացքում դե բնական է կապը սպահում եմ այդ տղեկի հետ, ասում են շատ թույլ է գործը, քան լավ չի վիճակը, չգիտեմ ինչի հետ է կապված, արձակուրդներ էին, բայց արձակուրդները ոնց որ թե վերջացան, այս շաբաթը ասում են շատ վատ ա եղել, շատ թույլ ա եղել, հիմա դե արդեն շաբաթվա վերջ ենք, տեսնենք այս ուրբաթ շաբաթ ինչ կլինի ու հույս ունեմ գոնե արդեն 2 շաբթից գործը կաշխուժանա, որովհետև իմ ընկերներից նույնիսկ կան մարդիկ, ովքեր սաղ իրանց այդ ամբողջ տարբերակը միացրել են այնտեղ Uber X, Uber XL, Comfort, մի խոսքով ինչ կա, ամբողջը միացրել են, ինչը որ դե բնական է կոպեկներ է, այս մեքենայով այդքան էլ կասեի ձեռ չի տալիս, եթե ավելի կոնկրետ եմ, ընդհանրապես ձեռ չի տալիս, այս մեքենայով այդ տարիֆները քշել, բայց դե մարդ կա նախընտրում է սպասել ժամերով, բայց բենզին չծախսել, մարդ հետ կա չի կարողանում սպասելը շատ դժվար բան է իրականում, որովհետև ես էլ եմ վիդեոներից մեկում նշե, ասենք երբ որ գործ ա լինում անընդհատ աշխատում ես, դու ֆիզիկապես հոգնում ես, շատ ես հոգնում, բայց քեզ հերիքա ընդամենը մի կաբաց սուրճ կամ չգիտեմ, սենց մի հատ 10 րոպեանոց դադար, որ նորից դու սենց թարմանաս ու սկսես աշխատել, որովհետև դու ֆիզիկապես ես հոգնում, իսկ ես սպասելը ինձ քեզ ոնց ասեմ, ուղղղտել է հոգնածնում, արդեն դու սենց մաշված, օրվա վերջում, որ նայում ես, կարող ասենք, չգիտեմ, ընդեղ 2 հատ, 3 հատ պատվեր ես արել կամ ինչ-որ այա, բայց այն որ սենց մաշված, մահացած վիճակում ես ուղղակի, ուզում ես շուտ թողես ռադդ քաշես, այն որ գնաս քնես, նենց որ այդ սպասելը ավելի ահավոր բան է, քան թե անընդհատ աշխատելը, ինչևից է նորից եմ ասում, հույս ունենք, որ մի շաբաթ ավելի աշխույժ կլինի, ես նույնիսկ հույս ունեմ, որ այս ուրբաթ շաբաթ օրը ահագին աշխույժ կլինի, տեսնենք ինչ կլինի, խոսքով, հիմա դեռ գտնվում եմ Գլենդելում, ստեղ 2 գործունեի մտա գործերով, հիմա արդեն շարժվում եմ դեպի Հոլիվուդի կողմ, չնայած որ ժամը գործի համար այդքան էլ բարենպաստ ժամ չի, ժամին արդեն ամեն ինչ կանգնում է այդ գործ բանը, աշխուժությունը չկա, 10:30 առավոտյան, բայց գնամ երևի մի ժամ ու կես, 2 ժամ ընդեղ տեսնեմ մի բան եթե կանեմ, որովհետև ինչպես նշեցի, պիտի գնամ այսօր թիքետից դատի օրն է։ Խոսքով մնացեք ալիքի հետ, նորից իրապես շնորհակալ եմ, որ մնացել եք ալիքի հետ, ես ես ընթացքում ճիշտ է վիդեոներ չի անում, բայց ալիքին դե հետևում էի, ուրեմն մեր հետևորդներից ընդամենը 2 հոգի է պակասել, ինչը նույնպես հասկանալի է, դե հիմա վիդեոներ չի եղել երկար ժամանակ, մարդիկ իմաստ չեն տեսնում գրանցված մնալ ալիքին, նույնպես շատ շնորհակալ եմ, ձեզնից եմ շնորհակալ, որ մինչև այդ ալիքի հետ էիք, հետևում էիք վիդեոներին, իսկ մեր հավատարիմ հետևորդներին իմ խորին շնորհակալություն եմ կրկին հայտնում, փորձեմ մաքսիմալը անել, որպեսզի ավելի հետաքրքիր ինչ-որ ուրիշ թեմաներ էլ ձեզ ներկայացնեմ, իսկ այն մարդկանց, ովքեր այս պահին դիտում են վիդեոն ու դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կլինեմ ցանկության դեպքում սեղմել հավանելու կոճակը, գրանցվելու կոճակը եւ կարող եք նաեւ սեղմել զանգակի կոճակը, իհարկե, որպեսզի առաջինը
տեղեկանանք նոր վիդեոների մասին։ Գնանք Հոլիվուդ։ Իրականում, հա, իրոք թույլ է, շատ վատ է գործի վիճակը։ Ես ամբողջ ընթացքում հասցրեցի մի հատ $23 ոնց որ պատվեր արեցի։ Ու հիմա արդեն ժամը եկել է, շարժվում եմ դեպի այդ դատարանի ուղղությամբ, որ գնամ այդ դատից։ Գտնվում եմ հիմա Հոլիվուդում, Հոլիվուդից 16 մայլ հեռավորության վրա գտնվում։ Գնամ, տեսնեմ ինչ է լինում, դուրս գամ, հուսով եմ ուրախ լուրը ձեզ կհայտնեմ, որ գոնե այդ dismiss են արել տիկետս։ Առայժմ ժողովուրդ ջան, ես հետ եկա, ժամ-ժամուկես տևեց մոտավորապես ես դատարանի հարցերը, լավ նորություն case-ս dismiss արեցին, այսինքն այդ տվյալ ոստիկանը, որը տվել էր տիկետը, չէր եկել դատին ու արդեն էլ առանց հարց ու պատասխանի մի անգամից dismiss են անում, կարծում էի կգա, որովհետև երևի 90%-ի բաները ոստիկանները եկել էին, բայց իմը փաստորեն վախտս բերես չեկավ։ Մի խոսքով, հիմա պատվեր ստացա, գնամ պատվերը անեմ, էլի հետ կմիանամ ձեզ։ Խնդրեմ, մեր խոսակցությունը կիսատ թողեցին, իզուր տեղից ուզում էի շարժվել, cancel արեց, պատվերն է կարճ պատվեր էր, ընդամենը մի 2 մայլ գնայի։ Ինչևից է, այդ էի ուզում ասեի, որ cancel արեցին, dismiss արեցին, մի խոսքով լավ է, ավելորդ $400 չունենք, որ վճարենք միտեղ, ինչևից է, շարժվենք, հիմա արդեն ժամն է գնամ երեխաներին դպրոցից, մանկապարտեզից վերցնեմ, տանեմ տուն ու նոր դուրս գամ։ Դե ինչ ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ես նորից հետ եկա, ինչպես ասեցի, տեղ դատարանից հետո գնացի տուն, մի քիչ հանգստացա, երեխեքին բերեցի մի քիչ երեխեքի հետ ոնց որ ասած ժամանակ անցկացրի, կներեք։ Մոտ երևի մի ժամ առաջ ուրեմն տանն էի, պատվեր ստացա Բրբանկի аэропորտ, ուրեմն բերեցի ու ընդեղից մի անգամից պատվեր վերցրեցի Բրբանկի հյուրանոցներից մեկը։ Հիմա գտնվում եմ Բրբանկում, մի քիչ ստեղ կսպասեմ, որտեվ հիմա չեմ ուզում իջնեմ մի անգամից West Hollywood կամ Beverly Hills, որտեվ այս ժամերին մեծ իմաստությամբ ստեղից են իջնում ընդեղ։ Հիմա մի քիչ ստեղ կկանգնենք, տեսնենք ինչ է կատարվում ու կշարժվենք արդեն դեպի ներքև։ Same, I would say. It's like home is just where you have your It's so far and such an expensive trip. Yeah. Hi, for Wendy? Sure. Քանի դեռ սպասում ենք, քանի որ դեռ գտնվում եմ Բրբանկում, որոշեցի մի հատ մեքենան ցույց տամ, առավոտյան ասեցի, որ դեռ ամբողջովին պատրաստ չի, համել դեռ կտեսնեք էլի ոնց է վիճակը ինչ է, ես շրջեմ կամերան, ուրեմն այս հատվածն էր, նույնիսկ ես ինչ են ասում, մի խոսքով բագաժնիկի ես ձախ անկյունն էր վնասվել, այս ամբողջ մասը ես այստեղ կտոր կա, տեսեք դեռ պակասում է, դեռ սպասում եմ, որ ներքեն
Հետ էլ տեղադրեն, սակներ վնասվել, այս ամբողջ այս հատվածը, ուրեմն լույսը, այն դուռնել էր վնասվել հետևի, ու քանի որ մեքենաս հարված էր դիմացի մեքենային, ուրեմն դիմացի բամպերն էր վնասվել, նենց որ այդ ամեն ինչը սարքել են, ֆիքսել են, ոչինչ նորմալ գործ են արել տեղերքը, նենց որ այդքանը, ուղղակի ուզում էի ցույց տալ, որ ագին գործ էր էլի, սպասեցի 2 ամիս տևեց մինչև այս ամեն ինչը վերջացավ։ Երեկոյան արդեն 9:30 ժամը, ես Beverly Hills-ում եմ գտնվում, այդ մի քանի կարճ պատվերներ արեցի ու կարճ այդքան էլ կարճ չէ, սովորական պատվերներ էին, ոչ լավ, ոչ վատ։ Ու բայց արդեն ագին ժամանակա սպասում եմ, դեռ ոչ մի բան չկա, հիմա Beverly Hills-ից դանդաղ դեպի West Hollywood-ի կողմ կշարժվեմ, միգուցե մի բան տա, չգիտեմ, տեսնենք։ Այս հաշվը ոնց որ թե տեղիքը ճիշտ էին, գործը ոնց որ այդքան էլ լավ չի, բայց շարժվենք, տեսնենք ինչ կլինի, քանի ժամ էլ երևի կմնամ, մինչև հասկանանք ինչա լինում։ Long story short, she needs a taxi And licorice. This is Horrible. No, it's cute. It's like Roman holiday. No, how it's horrible. Like Roman holiday, she falls in love with the taxi driver, and she stays in the house. And he's driving people and she's at home. How is this a real story? It's cute. Why you're such a cute. It's just weird. Կա քաղաքում շարժ կա, բան, բայց ինձ ինչ-որ կարճ 2 թե 3 հատ պատվեր եմ արել մեր վերջի խոսակցությունից հետո, նոր իջացրեցի վերջի կարճ պատվերս, նախավերջի պատվերը դեղ կդնեմ իհարկե, չգիտեմ ինչքանով կգտնեմ այդ մասը, որպեսզի տեղադրեմ, բայց զույգ էին նստել ու աղջիկը պատմում էր, որ իր ընկերուհին ուրեմն գնացել է Հունաստան, ինչ-որ ժամանակ այնտեղ ապրել է ու ինչ-որ մի տաքսիստի է հանդիպել, մի տղայի է հանդիպել, սիրահարվել են, մի խոսքով պարզվել է, որ այդ տղան էլ տաքսու վարորդ է ու այդ աղջիկը տենց պատմում է, այդ աղջիկը ընկերն էր, ենթադրում եմ, ասում է, ոնց կարելի է տենց բան, այդ ասում է տղամարդը, ես մեկ որ ասեմ, ես տղամարդ կին բան, սա խառնվել է իրար, մեկ խոսակցություն ես լսում տղամարդկանց բերանից, որ իրոք ամոթալի է, իսկի կանայքը տենց չեն իրանց պահում, ոնց կարելի է գնալ տաքսիստի սիրահարվել, բան, ման ասում է, հիմա շատ բարետես արտաքինով տղա էր, աղջիկներ, շատ գեղեցիկ աղջիկ է, տենց հիմա տեսել են, իրար սիրահարվել են, մի ամիս է իրար հետ ապրում են, թե ինչ, ու այդ տղան բան անում, տենց ընկերը խոսում է, որ տաքսիստը այս կոմենքում ընկերուհու նկարն է ցույց տալիս այդ աղջիկը, ասում է, այս հրաշք գեղեցկություն, այս ոնց կարա գնա տաքսիստին սիրահարվի այս աղջիկը, բան, սենց ընկերուհին ասում է, հարցը տաքսիստը ինչ կապ ունի, մարդը ասենք բան է, սիրում են իրար, հիմա ինչ կապ ունի տղեն տաքսի է քշում, թե ինչ է քշում։ Չէ, ոնց բան, ուսախ ճանապարհը տղեն տաքսիստ, տաքսիստ, հիմա
Մտածում եմ, ասում եմ ոնց կարելի առաջ էլ չթեկուս հիմա էլ էլի կա աղջիկներ կամ բան սենց են որ փողի մեռած սենց չգիտեմ սենց կան չէ դե իհարկե հիմա շատ կան ստեղ անգլերենով ասում են gold diggers վերջը բայց տղամարդուց ասենք մի քիչ չգիտեմ ես ազական չի տենց խոսեցան տղամարդուները բայց դե ուզում եմ ասեմ բանի իմաստը էլի որ ամեն ինչ է այսօր կյանքում փող հիմա կարող է այդ տղեն չգիտեմ ես ինձ չի որ ասենք հիմա ես ասում եմ ես ինչ-որ վատ եմ զգացել որ չես հիմա ես էլ եմ տաքսիստ բայց ինձ ով պետքա արդեն վաղուց սիրահարվել է ու ես շատ գոհու երջանիկ եմ դրա համար ուրիշ մեկը պետք չի ինձ որ սիրահարվի դրա մասին չի խոսք ուղղակի ուզում եմ ասեմ ամեն ինչը վերածվել է փողի ոչ մի մարդկային ինչ-որ տենց մի նշույլ ոչ չի մնացել էլի ամեն ինչը փող ուզում են չգիտեմ մի ոտանի մի աշկանի լինի եթե լիքը փող ունի ուրեմն ինքը ամենա լավ ամենասիրուն ամենատեսքով մի խոսքով տհաճ էր ամենայն դեպս այդ խոսակցությունը լսել դրա համար սենց որոշեցի ձեր հետ կիսվեմ կներեք ես լույսը անջատեմ որովհետև ֆրիվե եմ մտնում մի քիչ հարմար չէ էլի խանգարում է լույսը միացրած վարելը որոշեցի ձեր հետ կիսվեմ որովհետև միշտ ինձ սենց տհաճություն է պատճառում այդ կարգի այդ ցածր խոսակցությունների ինչը որ ցավոք սրտի ավելի ու ավելի շատ եմ լսում մարդկանցից բայց կյանքը տենց է դարել ինչ անենք պիտի աշխատենք մենք մեր մարդկությունը պահենք մեր երեխեքին էլ դաստիարակենք որ դառան ճիշտ մարդիկ ուղղակի ազդում է իրոք ազդում է ին վրա այդ ամեն ինչը նենց կարող է լսեմ պայտակ բայց ուզում եմ նենց անեմ որ ես ինձ ականջից ծերով լսեցի պատահական ինչ-որ խոսակցություն մոռանամ գնա բայց սենց խոսակցություններ կա որ լսեմ սենց ին վրա բան է թողում էլի հետ կա թողում սենց զզվանք եմ ապրում ուղղակի այդ մարդու նկատմամբ որ ասենք տենց ինչ-որ էժան ցածր սենց խոսակցությունների մեջ է այս ինչ է այսքան փող են ինչ այնքան փող չգիտեմ այդ փողը իրանց վերջը ուրա տանելու փողը վատ բան չի ես չեմ ասում փողը դնենք մի կողմ սոված ապրենք չէ փողը լավ բան է այսինքն փողը լավ բան է այնքանով որ փողը քո զուտ ապրոստդ ապրելակերպդ ինչ-որ սենց բարելավելու միջոց է զուտ այդքանը բայց այսօր մարդկանց մի զգալի հատված դարել է փողի գերի փողը լինի փող մենակ փող սաղ մի կողմ այն քուր աղբեր հեր մեր ու մանուկ 30-40 տարվա անգերություն ամեն ինչ դնում են մի կողմ փող մենակ փողի խաթր թող այդ փողը ինձ լինի բայց թքած թե ասենք իմ հարազատը իմ բարեկամը կամ իմ ընկերը իրան այդ պահին ինչ կզգա կամ ոնց կզգա ու այդ որ ասում եմ ցավոք սրտի են որ անձնական փորձից ելնելով եմ ասում բայց դե էտա ես էլ ունեցել եմ լիքը մարդիկ ում համար եմ ինչ այդ հարազատ մարդիկ բայց այն որ պահ է եկելա փողի ես նայել եմ այդ մարդկանց դեմքին լսել եմ իրանց խոսացած եմ որ սենց չգիտեմ մեր խոսակցակից կանգա խոսակցություն որ չոքեն դեմդ կլացեն ինչ այդ երկու կոպեկը վեկալեն փախնեն ասենք թքած թե ինչ կապերի մեջ եք իրար այդ ինչ մտերմություն եք անում այնտեղ իր համար ինչեր ունես արած եւ այլն ցավալի է բայց ինչ անենք սովորում ենք կյանքի ընթացքում մարդ իր սխալների վրա է սովորում բայց
հետաքրքիրն է, որ ես այդ մարդկանց, օրինակ եթե իմ հետ տենց դեպք է լինում, ես այդ մարդկանց չեմ մեղադրում։ Ես ինձ եմ մեղադրում, ես ինչի համար եմ ես ասում, որովհետև ոչ թե ես իրանց մեղադրում եմ, որ այդ ես ինչ վատ մարդ են, իրանք սենց կեղտոտ ձևի վարվեցին իմ հետ բան, հետի կա, բայց ես առաջնահերթ ինձ եմ մեղադրում, որ ես այդ մարդուն վերաբերվել եմ ընենց ու ընենց սպասելիքներ եմ ունեցել այդ մարդուց, որ այդ մարդը ինձ չի տա, չի կարա տա այդ մարդը չի կարա քեզ այդ սպասելիքները, որ դու ունես, ինքը չունի, այդ ամեն ինչը չունի այդ հնարավորությունները, քեզ չի կարա տա, դու սպասում ես, որ ինքը պտիրնի քո հետ սենց բան, պարզ, մաքուր, արդար, անկեղծ, բայց այդ մարդը չի, ինքը չի կարա տենց, դու քեզ ով ասե, որ դու պետք է իրանից տենց բաներ սպասես։ Ուզեմ ասեմ, ես իմ մեջ եմ այդ առաջի բանը ինձ մեղավոր եմ անում, ինձ եմ մեղավոր ճանաչում այդ ամեն ինչի մեջ, որտեվ իմ սպասումներն են, սխալ սպասումներն են հանգեցրել այդ ամեն ինչին, որ այդ ամեն ինչը լինի տենց բան, տենց ավարտ ունենա։ Մի խոսքով, որտեղից ուր հասա, բայց դե գործ չկա, պատտվում են քաղաքում, հիմա են որ սենց մտքերով ես ընկնում, այսօր էլ սենց իրար հետ շփվեցին, խոսացինք, ասեցի, հիմա ավել պակասի համար կներեք։ Այդքանը, հիմա մի քիչ սպասենք, տեսնենք ինչ է լինում, գործ լինելու է, թե չի լինելու։ Այս բանը ես միշտ չեմ սիրել, նոր հետ էի ասում, որ օրվա կեսից սկսելը, սենց գնալ, հետո դուրս գալ գործից, նորից հետ մտնել գործի բան, մի տեսակ բանը, սենց հոգնում եմ, որ հավեսը էլ է փախնում, էլ չես ուզում աշխատես բան։ Դե համար այսօր մի քիչ սենց բարի ասել անհավես եմ, ես չի մնացած օրեր ուշ կսկնում է գործի դուրս գալու համար, բայց այսօր սենց տեսակ ուրիշ ձևի անհավես եմ դուրս եկել, ոչինչ հիմա այսօր կգնամ կհանգստանամ, վաղը մի քիչ շուտ դուրս կգամ, վաղը պետքա որ լավ լինի։ Նենց որ ժողովուրդ ջան, այսօր եթե էլի ինչ-որ բան չնկարեմ ավել, իսը վառենք արդեն, այսօր ավել բան չնկարեմ, ուրեմն իմացեք, որ գնացել եմ տուն էլ չեմ աշխատել։ Ես վիդեոն արդեն առավոտից սկսեմ աշխատանքս, ավելի բովանդակալից կփորձեմ սարքել վիդեոն, հա, մեկ էլ քանի հիշում եմ, նացինս բան էլ ասեմ, գիտեմ մեր քշող տղերքը բոլորը այդ խնդրին, ոնց որ դեմ առել են այդ խնդրին, երբ որ դոկումենտները ձեր լռանում է, չէ, այս commercial դոկումենտները մանավանդ քանի օր տևում է, չէ, մինչև դնում ես ու իրանք հաստատում են, հիմա թե միշտ է տենց եղել, բայց տենց չի եղել, որովհետև ես եղել է լրացել է, դրել եմ դոկումենտը, ինքը մերժել է, չի ընդունել, բայց հիմա, երբ որ ձեր ծրագրի մեջ արդեն գրում է բան, օրինակ իմոտ տենց եղավ, ծրագրիս մեջ գրեց, շուտով ձեր, ասենք, ինշուրանսը վերջանում է, առաջ էր գրում, բայց որ դնում էի, մերժում էր։ Հիմա այս անգամ գրեց, ճիշտ է ուշ դրեցի, բայց դրեցի, էլ են ինշուրանսը շավարտված, դրեցի նորը, սովորաբար տևում էր 5-ից 6 օր մինչև հաստատում էին փաստաթղթերը, էսի տևեց 2 օր, որովհետև ուշ էի դրել, որ ժամանակ, ասենք, թուղթը շուտ ունենայի, շուտ դնեի,
այդ երկորն էլ չէին անջատի ծրագիրը, սենց որ իմացեք տեղեկ ջան, հիմա եթե արդեն թուղթը ավարտվելուն մոտ ալում, փորձեք դրեք պետքա որ ընդունի, հիմա ընդունեց ամենայն դեպս։ Այդքանը, դե ինչ ասեմ, լավ մնացեք ժողովուրդ ջան, առայժմ վաղը արդեն առավոտյան դուրս կգամ, պատրաստ կամերայով ու հուսով եմ ավելի հետաքրքիր օր կունենանք։ Բոլորիդ մաղթում եմ բարի գիշեր, լավ մնացեք, մինչև նոր հանդիպում, հաջողություն։